Աշխարհում քիչ երկրներ կան, որ այսքան շատ բիզնեսին տարբեր տեսակի աջակցություն են իրականացնում։ Ինչու են անում, որովհետև հասկանում ենք, որ մեր երկրում մշակող արդյունաբերությունը կարևոր է։ Գործարաններ պետք է լինեն։ Օրինակ տեսեք, ասում են գործարան, ամենաշատ աշխատատեղ ապահովող գործարաններից մեկը տեքստիլն է։ Հասկանալի պատճառներով։ Հիմա տեքստիլի մեր բոլոր գործարաններին ինչ աջակցություններ են տալիս։ Հումքը գնում են, ենթադրենք Ուզբեկստանից, Չինաստանից, Թուրքիայից բերում, տարբեր երկրներից բերում են։ Հումքի բերելու ժամանակ օգնում ենք վարկի տոկոսադրույքները վճարում ենք։ 1. Եկավ այստեղ մաքսատուրքից ազատում ենք։ Սարքավորումը բերեց, մաքսատուրքից ազատում ենք, վարկի տոկոսադրույքը վճարում ենք։ Աշխատողները ընդունում, որոնք որ ոլորտի մեջ ներգրաված չեն, մշակող արդյունաբերության ոլորտի ծրագիր ունենք։ Այդ աշխատողների եկամտահարկը վճարում ենք։ Ուզում է ապրանքը արտահանի Եվրոպական միություն, մաքսատուրքը տալիս ենք, այսինքն ինքը տարավ մաքսատուրքը վճարեց։ Ինվոյսը բերում է այնտեղի, մենք իրան այստեղ տալիս ենք իր բաները, վճարած մաքսատուրքի գումարը։ Ուզում է գնա նոր շուկա փնտրի դրսում, օրինակ Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, գնում է մասնակցում է էքսպո ցուցահանդեսների, այդ էքսպո ցուցահանդեսի տաղավարի արժեքը վճարում ենք, որը քիչ գումար չի, կարող լինի 50-100 հազար եվրո, կամ դրա մեծ մասը վճարում ենք։ Չկա մի փուլ հումքի ձեռքբերումից, լոգիստիկա, արտադրություն, արտահանում, որ Հայաստանի կառավարությունը կանգնած չի գործարարների կողքին։ Իմիջիայլոց այս մտքի հեղինակի ընտանիքին պատկանող բոլոր օբյեկտները ամենամեծ շահառուներն են, այսինքն օգտվել են այդ ծրագրերից, ամենամեծ շահառուներն են եւ վերջին օգնությունը էկոնոմիկայի նախարարությունից իրենք ստացել են 2 շաբաթ առաջ։ Վերջին աջակցությունը եւ շատ ակտիվ եւ մենք չենք դնում տարբերություն։ Մեր համար ինչ տարբերություն, ընդդիմություն, իշխանություն, բոլորը մեզ համար հավասար են։ Բայց իրենք ամենաշատ ամենաակտիվն են եւ տարբեր ծրագրերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը միշտ աջակցել է իրենց եւ բոլորին է աջակցում, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա։ 2 շաբաթ առաջ, այո, երբ ասում են, որ ձեր կառավարությունը պետք է հեռանա, լավ չի աշխատում, նրանք մեր կառավարության առաջարկած ծրագրերի ամենաակտիվ եւ ժրաջան շահառուներից են, շատ փութաջանորեն հետևում են մեր ծրագրերին եւ բոլոր ծրագրերից բարբերաբար օգտվում են։ Բա ինչի Վանաձորում գործարաններ չեք կառուցում։ Ես արդեն ասացի, իմ բոլոր օրինակները վերաբերվում էին նաեւ Վանաձորին եւ նաեւ Վանաձորում գործարաններին։ Առանց Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության Վանաձորում եղած արդյունաբերական ձեռնարկությունները ես վստահ չեմ, որ այսօր կլինեին ու այնտեղ հազարավոր մարդիկ են աշխատում։ Ես օրինակ ես հստակ օրինակներ եմ բերել։ Այսինքն Կարապետյանները օգտվում են կառավարության ծրագրերից եւ գործարաններին հիմնում եւ կառավարությունից լիզինգը տոկոսներ եք վճարում, ազատում եք մաքսատուրքերից։ Եվ իրենք ասում են, որ դուք վատ կառավարություն եք եւ պետք է հեռանաք։ Այդպես է ստացվում։ Շնորհակալություն։ Այս նրանք ժրաջան են։ Շնորհակալություն։ Կառավարության աջակցությունները ստանալու process-ում